Խնայողությունները պետք է բերեն ավելի շատ գումար, քան մեր ինֆլյացիան է։ Ինչ է հարկավոր անել, որ խնայողությունները հնարավորինս պաշտպանված լինեն ինֆլյացիայից։ Սկզբի համար պետք է հասկանալ, թե որքան է կազմում ինֆլյացիան։ Ենթադրենք, այն կազմում է տարեկան 3%։ Այժմ պարզ է դառնում, որ խնայողությունները պետք է բերեն ավելի շատ գումար, քան մեր ինֆլյացիան է։ Դրա համար այն պետք է ներդնել այնպիսի տեղեր, որոնց եկամտաբերությունը 3%-ից բարձր է։ Օրինակ, ավանդ, պարտատոմսեր, ֆոնդեր եւ պետք չէ ամբողջ գումարը պահել կանխիկ։ Ինչ անել առաջին քայլով, եթե ուզում եմ խնայողություններս ոչ միայն պահել, այլ նաեւ աճեցնել։ Սկզբում պետք է հասկանալ նպատակը եւ ժամկետը։ Կա գոյություն ունի կարճաժամկետ, միջին եւ երկարաժամկետ։ Եթե քո նպատակը երկարաժամկետ է, ապա կարող ես օրինակ ներդրում կատարել ամերիկյան արժեթղթերում, բայց դրա համար պետք է քո ռիսկի տոլերանտությունը նույնպես բարձր լինի։ Ավելի արդյունավետ է պահել խնայողությունները դրամով, թե այլ արժույթներ եւս ձեռք բերել։ Միշտ ցանկալի է դիվերսիֆիկացնել։ Ցանկալի է ունենալ դրամ եւ միևնույն դեպքում նաեւ դոլար կամ եվրո։ Բայց եթե քո ամբողջ ծախսերը, ամբողջ գործունեությունը միայն դրամով է, դու կարող ես ունենալ օրինակ 80% դրամային խնայողություններ եւ մնացած 20%-ը արտարժույթով։